Սիրելի աշակերտներ, հաճախ կարելի է լսել, որ ոչինչ հավերժ չէ բնության մեջ։ Եվ հակառակը, որ մենք ապրում ենք հավերժ բնության գրկում։ Այս մտքերը շարունակում են մնալ վիճելի, իսկ մենք փորձենք գտնել այդ հավերժությունը շախմատային աշխարհում։ Իսկ շախմատում կարելի է հավերժ հայտարարել շախ, հատկապես երբ զիջում ենք մրցակցին և ունենք կարծես թե պարտված դիրք։ Այսինքն հանդիսանում ենք թույլ կողմ, օրինակ այստեղ սպիտակներն ունեն նավակ, սևերի ձի ու դեմ։ Շախմատային լեզվով սա կոչվում է սպիտակներն ունեն որակի առավելություն, նավակը թեթև ֆիգուրի դեմ։ Իմիջիալոց սպիտակները նաև ունեն լրացուցիչ զինվոր, ավել զինվոր։ Թվում է, թե սպիտակները հաղթում են, այո, հիմա ինչպես փրկել խաղը։ Սևերը կերազեին, կցանկանային, որ խաղն ավարտվի ոչ ոքիով։ Եվ այստեղ տեսնելով, որ սպիտակների արքան գտնվում է բաց գծերի ներքո, հայտնվում է փրկություն։ Մենք հայտարարում ենք հավերժ շախեր, կրկնվող շախեր, օրինակ թագուհի G4 քայլով։ Եվ շախից հետո այստեղ արքան կարող է նահանջել միայն H1, և մենք շարունակում ենք անընդհատ հայտարարել շախ, թագուհի F3, նորից թագուհի G4 և այսպես հավերժ կարող ենք կրկնել։ Բայց քանի որ խաղը պետք է հասցնել ի վերջո ավարտին, 3 շախմատային օրենքներով 3 կրկնությունից հետո թույլ կողմը կարող է պահանջել ոչ ոքի, իսկ եթե ոչ, 5 կրկնությունից հետո մրցավարը կարող է գրանցել ոչ ոքի։ Այսպիսով սպիտակներն ունենալով առավելություն, այդպես էլ չկարողացան հաղթել, որովհետև սևերը կիրառեցին հավերժական շախ։ Որոշ դեպքերում փրկության ուղիներն այդքան էլ ակնհայտ չեն։ Օրինակ այստեղ սևերն ունեն մի ամբողջ նավակի առավելություն, սա նշանակում է, որ սպիտակները հանդիսանում են որպես թույլ կողմ, ունեն կարծես թե պարտված դիրք։ Հիմա ինչպես կարող ենք փրկել խաղը։ Նորից մենք տեսնում ենք, որ դեպի սև արքան տանող ճանապարհները բաց են։ Գուցե մենք Ž և H ուղղաձիգերով հավերժ հայտարարենք շախեր սև արքային։ Բայց այստեղ կա թագուհի, որ թույլ չի տալիս մեր մուտքը։ Եվ հիշելով մեր մարտավարական հնարքները, փորձենք թագուհուն այստեղից շեղել։ Դա կարելի է անել զոհաբերության միջոցով։ Փիղը վերցնում է Ե6, ուժեղ քայլ։ Վերցեցինք Ե6, գրոհեցինք թագուհուն և պարզվում է, որ թագուհին չի կարող փախչել, քանի որ գտնվում է կապի ներքո, արքան կմնա շախի տակ, իրավունք չունի։ Եվ եթե թագուհին չվերցվեց մեր փղին, մենք կհարվածենք թագուհուն։ Այս առումով սևերը գրեթե ստիպված են վերցնել փիղը, ընդունել զոհաբերությունը և թագուհին բացակայեց իր դաշտից, F7 դաշտից, որտեղից չի հսկում Ž6 դաշտը։ Սա նշանակում է, որ արդեն մենք կգանք Ž6 և կսկսենք հայտարարել հավերժ շախեր։ Այսպես։ Արքան պետք է շախից ազատվի, և մենք կրկնում ենք մեր հավերժական շախերը, պահանջելով ոչ ոքի։ Այստեղ իհարկե ուշադիր աշակերտը կարող է գտնել և հարց բարձրացնել, իսկ ինչ եթե շախի ճանապարհը փակենք, ոչ թե փախչենք պարբերաբար։ Այս դեպքում բացվեց 6-րդ հորիզոնականը և սևերը կկորցնեն մի ամբողջ թագուհի։ Փաստորեն խաղը կավարտվի ոչ թե ոչ ոքիով, այլ արդեն սպիտակները կհանդիսանան որպես ուժեղ կողմ, արդեն սպիտակները կհաղթեն։ Այդ առումով շախի ճանապարհը փակել սևերին ձեռնտու չէ, նրանք կպարտվեն։ Ավելի լավ է համաձայնվել ոչ ոքի արդյունքի։ Հավերժական շախեր կարող են հանդիպել տարբեր և լրիվ անսպասելի վիճակներում, օրինակ այստեղ սևերը ունեն առավելություն, թագուհի, բայց տեսեք ձի ու հավերժական շախերը ստիպում են խաղն ավարտվել ոչ ոքիով։ Շախի հետ միասին նկատենք, որ ձին փակել է նաև արքայի փախուստի ճանապարհը։ Կամ այստեղ սևերի այս հսկա բանակը չի կարողանում հաղթել, միայնակ ձին խաղը հասցնում է ոչ ոքու։ Իսկ գուցե նաև այսպես։ Հավերժական շախ հայտարարում ենք կամ Ž ուղղաձիգից, կամ H ուղղաձիգից։
Եվ 3 կրկնությունից հետո կպահանջենք ոչ ոքի։ Եթե արքան հանկարծ նահանջեց F ուղղաձիգ, այստեղ այս պարագայում սա թույլ քայլ էր, այո։ Գծային հարվածով մենք կշահենք թագուհի։ Այստեղ արդեն սպիտակները կհաղթեն։ Այժմ տեսնենք փղի մասնակցությամբ, նույնպես հավերժական շախ։ Եվ եւս մեկ օրինակ, որ կխնդրեի ուշադրություն դարձնել ձիու եւ նավակի այստեղ հմուտ համագործակցությունը։ Այստեղ մեկ անուշադիր քայլ եւ մրցակիցը մեզ կհայտարարի մատ։ Այդ պատճառով պետք է հավերժ հայտարարել շախ արքային, որ սևերը չհասցնեն խաղալ ուրիշ ֆիգուրներով, այլ ֆիգուրներով։ Եվ այս շախի հետ միասին ուշադրություն դարձնենք, որ ձին պաշտպանեց նավակին։ Նավակին վերցնել չի կարելի։ Իսկ նավակն իր հերթին արքային փակել է եզրագծում։ Հիմա սև արքան այս արկղից դուրս գալ չի կարող եւ պետք է եզրագծով քայլի։ Արքա C8 շարունակում ենք հայտարարել շախ։ Ձի A7։ Արքան վերադարձավ նորից նույն դաշտից եւ պաշտպանեցինք նավակին եւ հայտարարեցինք շախ։ Արքա C8 ձի A7։ Եվ այսպես հավերժ շախերը կարող են կրկնվել։ Հիմա արքան վերադարձավ նորից ձիով շախ։ Կրկնում ենք։ Այստեղ նույնիսկ եթե արքան սխալ նահանջ կատարեց եւ կծկվեց անկյունում, այս դեպքում նույնիսկ սևերին սպասում է, մրցակցին սպասում է մատ։ Շախ եւ մատ, սա շատ տիպիկ օրինակ է։ Ուրեմն նույնիսկ այս դեպքում կարելի է նույնիսկ հաղթել, եթե մրցակիցը ճիշտ չպաշտպանվի։ Հիշենք, որ արքան անկյունում շատ խոցելի է, այդ պատճառով պետք է հեռու մնալ անկյունից։ Բայց հավերժական շախով մենք խաղը հասցնում ենք ոչ ոքի արդյունքի։ Արքան այդպես էլ չի կարողանում ազատվել ֆիգուրների հավերժ կրկնվող շախերից։ Հիմա նույն մոտեցումը կիրառենք վարժություն տետրերում։ Այստեղ խաղում ենք սևերով, տրամագիր 1, ինչպես տեսնում ենք սպիտակներն ունեն առավելություն, նավակը թեթև ֆիգուրի դեմ, սա որակ, որակի առավելություն, սևերով այնպես անենք, որ խաղը հասցնենք ոչ ոքի, այլապես սպիտակները հաղթում են։ Կիրառենք հավերժական շախեր, սակայն կարելի է ձի C2-ով փորձել եւ ձի B3-ով։ Որ ճանապարհն է ճիշտ։ Նորից հիշենք Վիննի արջուկին եւ մտորենք, ընտրում ենք կանաչ ճանապարհը, թե կապույտ։ Հիմա, եթե մենք ընտրենք կանաչ ճանապարհը, շախ արքան կնահանջի B1 եւ հաջորդ քայլով արդեն շախ հայտարարել չենք կարող։ Ձի A3 շախ այստեղ մեզ կհարվածեն նավակով, զինվորով էական չէ։ Այդ պատճառով փորձենք կապույտ ճանապարհը, շախ արքա B1 եւ մենք ունենք եւս մեկ անվտանգ շախի տարբերակ։ Ձի D2 շախ, արքան չի կարող քայլել C1 C2, նորից վերադառնալու է եւ մենք կկրկնենք այս նույն քայլերը։ Ձի B3, ձի D2 եւ այսպիսով 3 կրկնությունից հետո կխնդրենք գրանցել ոչ ոքի։ Փաստորեն ընտրեցինք կապույտ ճանապարհը։ Հիմա գրանցենք։ Առաջին քայլով ընտրեցինք բազմակետ, որպեսզի ցույց տանք, որ խաղում ենք սևերով եւ ընտրել ենք կապույտ ճանապարհը, այո, ձի B3 շախ, հաջորդ քայլով արքան կնահանջի B1 եւ ապա ձի D2 նորից շախ եւ այսպիսով կկրկնենք մեր հավերժական շախերը։ Տրամագիր 2-ում խաղում ենք սպիտակներով, այստեղ արդեն սևերն ունեն առավելություն, որակ, բացի այդ սպառնում են 1-2 քայլից հայտարարել մատ։ Փորձենք հավերժական շախերով թույլ չտալ նրանց խաղալ նավակով կամ թագուհիով։ Հավերժական շախ հնարավոր կլիներ, եթե H6-ի զինվորի կբացակայեր։ Հիմա զինվորին այստեղից հեռացնել է պետք։ Հիշենք մարտավարական հնարքները եւ փորձենք կիրառել զոհաբերություն սա 1, ձի G5 շախ։ Ստիպված պետք է վերցնի ձին, այլ տարբերակ չկա շախից ազատվելու։ H6-ը վերցրեց G5 եւ մենք հրապուրեցինք զինվորիկին G ուղղաձիգ, նա բացեց մեզ համար H ուղղաձիգը, զոհաբերություն եւ հրապուրում։ Եվ երկրորդ քայլով թագուհի H5 կսկսենք շարունակաբար հայտարարել շախ։ Արքայի միակ նահանջը G8 դաշտն է, արքա G8 եւ կրկնում ենք մեր շախերը։ Թագուհի E8 եւ այսպես շարունակ։ Մի քանի կրկնությունից հետո պահանջում ենք ոչ ոքի։
Եվ տրամագիր 3-ում նույնպես խաղում ենք սպիտակներով, ինչպես տեսնում ենք սևերն ունեն մի ամբողջ նավակի առավելություն և պատրաստվում են հաղթել։ Հիմա հավերժական շախի միջոցով փորձենք խաղը հասցնել ոչ ոքի, որպեսզի չպարտվենք։ Սակայն, ինչպես տեսնում եք, արքայի ճանապարհները փակ են, այստեղ զինվորների ամուր պարիսպով արքան ծածկված է, նաև իր ֆիգուրն է պաշտպանում։ Իսկ ինչպես հայտարարենք շախ, եթե բոլոր ճանապարհները փակ են։ Գուցե փորձենք բացել արքայի ճանապարհը զոհաբերության միջոցով։ Զոհաբերենք նավակ, վերցնելով J7։ Նախ արքան պետք է ընդունի մեր զոհաբերությունը, այլապես եթե հեռացավ, նրան սպառնում է մատ, մեկ քայլից։ Ուրեմն արքան պետք է ընդունի մեր զոհաբերությունը, արքան վերցնում է J7, բացվեց ճանապարհը, ժ-ուղղաձիգը դեպի արքան տանող, և մենք թագուհի J5-ով հայտարարում ենք շախ, իսկ հետագայում նաև թագուհի F6-ով։ Եվ մեզ արդեն ծանոթ օրինակով խնդրեմ թագուհի F6, շախ, նորից արքա J8, նորից թագուհի J5 և այսպես կրկնում ենք 3 անգամ և պահանջում ոչ ոքի։ Եվ ոչ ոքին հավերժական շախը հնարավոր եղավ նավակի զոհաբերության շնորհիվ։ Մենք զոհաբերեցինք նավակը, որպեսզի հնարավոր լինի այս հավերժական շախը։ Փաստորեն մենք կիրառեցինք զոհաբերություն մարտավարական հնարքը։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն եթերում։